որոնք են քաշի իջեցման ժամանակակից մոտեցումները բժշկուհի, ինչքանով են դրանք արդյունավետ։ Քաշի իջեցման ժամանակակից մեթոդները առաջին հերթին ուղղված են պատճառի վերացմանը։ Այս առումով շատ կարևոր է հստակ առաջնակի օղակի հայտնաբերումը, պատճառի եւ այդ խնդրի շտկումը օրգանիզմում։ Դա կլինի վարքագծային շեղում, կլինի ինսուլինի բարձր մակարդակ, ինսուլինառեզիստենտություն, կամ կարող է պայմանավորված լինել հագեցման հետ կապված խնդիրներով։ Քաշի իջեցման բուժման գործընթացում վերջին տարիներին նշվում են մի շարք պրեպարատներ, բոլորին հայտնի, GLP-1 պրեպարատներն են դրանք, GIP, Mounjaro, Ozempic-ը, որոնք շատ հաճախ տեղեկանում ենք, որ ինքնուրույն կերպով են օգտագործվել բուժառուների կողմից։ Սա մեծագույն սխալ է, պարբերաբար տարբեր հարթակներից բժիշկները հորդորում են, որ չի կարելի ինքնուրույն կիրառել, քանի որ ունի նշանակման հստակ ցուցումներ։ Մարմնի զանգվածի ինդեքսի հստակ թվեր 27 եւ բարձր, պլյուս որևէ էնդոկրին ախտաբանություն, ճարպակալման ախտորոշման դեպքում կարելի է կիրառել, սակայն որքան էլ որ այս դեղամիջոցների կիրառումը գայթակղիչ է եւ արդյունավետ, ունի նշանակման հստակ հակացուցումներ։ Դա հղիությունն է, կրծքով կերակրման շրջանը, շատ կարևոր է վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի բացառումը, ինչպես տվյալ բուժառուի մոտ, այնպես էլ ընտանեկան պատմության մեջ։ Ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում եւս այս դեղամիջոցների կիրառումը հակացուցված է։ Կան նաև հարաբերական հակացուցումներ, որոնք ռիսկերը գնահատելուց հետո սովորաբար քննարկվում է բուժառուի կողմից, եւ եթե նպատակը արդարացնում է այս ուղին, որով պիտի անցնենք միասին, բնականաբար նշանակվում է։